Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Կրեմլում երեկ տեղի ունեցած ռուս-ամերիկյան բանակցություններն օգտակար էին, կառուցողական եւ իմաստալից, սակայն փոխզիջումային լուծում դեռ չկա, խաղաղությունն էլ ոչ մոտ է, ոչ հեռու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնականը, մեկնաբանելով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ Վլադիմիր Պուտինի մոտ 5 ժամ տևած բանակցությունները։ Յուրի Ուշակովն ասել է, որ քննարկել են ոչ թե ամերիկյան ծրագրի կոնկրետ ձևակերպումները, այլ դրանց էությունը։ Թրամփի ծրագրի որոշ դրույթներ ընդունելի են Ռուսաստանի համար, իսկ մյուսները ոչ, ասել է նա, հավելելով, որ քննարկել են տարածքային կոնկրետ հարցեր, սակայն այս հարցում փոխզիջումային տարբերակ դեռ չկա։ Ռուսաստանը պահանջում է, որ ուկրաինական զորքը դուրս բերվի առնվազն Դոնեցկի մարզի ողջ տարածքից, ինչին Ուկրաինան եւ Եվրոպան դեմ են։ Պուտինի օգնականը նաեւ հայտնել է, որ կողմերը համաձայնել են շարունակել շփումները եւ չգաղտնազերծել բանակցությունների դետալները։ Լրագրողները հետաքրքրվել են այս հանդիպմամբ կողմերը մոտեցել են խաղաղությանը, թե հեռացել։ Ուշակովը պատասխանել է. Не дальше это точно. Не дальше это точно. Չենք հեռացել, դա հաստատ կարող եմ ասել, բայց դեռ շատ աշխատանք կա անելու թե Վաշինգտոնում, թե Մոսկվայում, այսքան է, եւ շփումները կշարունակվեն։ И контакты будут продолжены, как я сказал. Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևը, որը եւս մասնակցել է բանակցություններին, մեկ բառով է բնութագրել դրանք. արդյունավետ։ Կրեմլի խոսնակը հայտարարել է, որ խնդրի կարգավորման համար Ռուսաստանը պատրաստ է հանդիպել այնքան, որքան անհրաժեշտ է։ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ հիմա հնարավոր գործարքի վրա աշխատում են փորձագետները։ Ռոյտերսը հայտնում է, որ Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովն այսօր Բրյուսելում կբանակցի եվրոպացի պաշտոնյաների հետ, որից հետո կարող է մեկնել ԱՄՆ նոր հանդիպումների։ Իսկ Վլադիմիր Պուտինը ամերիկացիների հետ հանդիպումից առաջ երեք դարձյալ Եվրոպային էր մեղադրել խաղաղության գործընթացին խոչընդոտելու համար։ Ըստ Պուտինի, նրանք ամերիկյան ծրագրում այնպիսի փոփոխություններ են առաջարկում, որոնք անընդունելի են Ռուսաստանի համար, ինչից ակնհայտ է դառնում, որ Եվրոպան մտադիր է արգելափակել գործընթացը։ Ռուսաստանի նախագահը նաև ասել է, մտադիր չեն պատերազմել Եվրոպայի դեմ, բայց պատրաստ են։ Но если Европа вдруг захочет с нами воевать и начнет, мы готовы прямо сейчас. Եթե Եվրոպան հանկարծ որոշի պատերազմ սկսել մեր դեմ եւ սկսի այն, մենք պատրաստ ենք հենց հիմա, դրանում կասկած չի կարող լինել։ Հարցն այն է, եթե Եվրոպան որոշի պատերազմ սկսել, իրավիճակը շատ արագ կարող է հասնել մի կետի, որ ոչ ոք չի մնա, որի հետ բանակցենք։ Может быстро произойти ситуация, при которой нам не с кем будет договариваться. Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Սևծովում ռուսական նավերի վրա ուկրաինական զինուժի հարձակումներին, դրանք անվանելով ծովահենություն եւ սպառնալով փակել Ուկրաինայի ելքը դեպի ծով, եթե հարձակումները շարունակվեն։ Նա նաև սպառնացել է ուժեղացնել ուկրաինական օբյեկտներին եւ նավերին հարվածները ու թիրախավորել այն երկրների տանկերները, որոնք օգնում են Ուկրաինային։ Պուտինի սպառնալիքների ֆոնին Նորվեգիան, Գերմանիան եւ Կանադան հայտարարել են, որ ընդհանուր $900 միլիոն կհատկացնեն Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենք գնելու նպատակով։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն էլ հույս է հայտնել, որ բանակցությունները կհաջողեն եւ խաղաղություն կհաստատվի, իսկ մինչ այդ պետք է շարունակվեն Ուկրաինային զենքի մատակարարումն ու Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները։ Ըստ Մարկ Ռուտեի, Ուկրաինան պետք է հնարավորինս ուժեղ դիրքերում լինի բոլոր ճակատներում։ Մենք պետք է համոզվենք, որ մինչ բանակցություններն են ընթանում, Ուկրաինան լինի ամենաուժեղ դիրքերում, շարունակելու պայքարը, հակահարված տալու ռուսներին, բայց նաև լինի ամենաուժեղ դիրքերում, երբ խաղաղության բանակցությունները հասնեն այն կետին, երբ նստեն բանակցելու։ Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Սահկնան հայտարարել է, որ Էստոնիան զորք կուղարկի Ուկրաինա, եթե երկրին տրվող անվտանգության երաշխիքները ներառեն խաղաղապահ ուժերի տեղակայում։